բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն, բողոքի պատճառը Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատունինի փետրվարի 5-ին արած հայտարարությունն է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին ապօրինաբար դատապարտելու մասին։ Բաքուն Ռուսաստանին կոչ է արել ձեռնարկել միջոցներ դադարեցնելու նման քայլերը։ Այդուամենայնիվ Բաքուն չի կարող բոլոր հայտարարությունների դեմն առնել։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս անդրադարձել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճռին։ Նրա խոսքով Ադրբեջանն Արցախի առաջնորդներին դատապարտել է կեղծ դատավարությամբ։ Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է, գրել է Օկամպոն։ Եթե նրանք համալրվում են մարտիկներ, մեղադրանքները սխալ են, նրանց չեն կարող մեղադրել սովորական հանցագործությունների համար, ինչպիսին է ահաբեկչությունը։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների եւ ցեղասպանության զոհ են, Եվրոպական միության հանձնաժողովը չի կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, գերարժևորելով նավթ ստանալը։ Հայդատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընթառաջ ստեղծել է էլեկտրոնային հարթակ, որտեղ ամերիկահայությանն առաջարկում են փոխնախագահի գրասենյակ ուղարկել հազարավոր նամակներ, կոչ անելով փոխնախագահ Վենսին հանդիպում պահանջել Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ եւ հրապարակայինորեն պահանջել նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին եւ դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին, հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ եւ հրապարակայինորեն աջակցել արցախահայերի իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։ Ադրբեջանին միայն գերիների մասին հայտարարությունները չեն, որ բարկացնում են։ Բաքուն ջղաձգվում է Արցախ բառի ցանկացած հիշատակումից, դա կհնչի միջազգային ամբիոնից, թե սառույցի վրա։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Իսկ այս ամենի ֆոնին իշխանությունը հայտարարում է ատոմակայանի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին, այն լինելու է մոդուլային, միաժամանակ հրապարակային դաշտում քննարկվում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան երկրների ցանցերին միացնելու հեռանկարը, այդ թվում Ադրբեջանի հետ։ Ինչ է նշանակում մոդուլային ատոմակայան Հայաստանի համար եւ ինչ ռիսկեր ու հնարավորություններ են տեսնում փորձագետները այս էներգետիկ ուղղության մեջ, ռեպորտաժում։ Ատոմակայանի վերաբերյալ կա որոշում, լինելու է մոդուլային, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է հայտնել։ Ինչ է մոդուլային ատոմակայանը, ինչքանով է հարմար Հայաստանին։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով։ Մոդուլային ատոմակայանը փոքր հզորության ատոմային ռեակտոր է, որը կառուցվում է մոդուլներով, առանձին ստանդարտացված բլոկների տեսքով եւ հետո հավաքվում է տեղում։ Նման տեխնոլոգիա արդեն կիրառվում է Ռուսաստանում եւ Չինաստանում, իսկ Միացյալ Նահանգներում առայժմ նման կայան չկա, չնայած գերտերությունն առաջատար է տեխնոլոգիայի զարգացման ոլորտում։ Մոդուլային ատոմակայանի մասին խոսել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եւ Ադրբեջան այցի մանրամասները հայտնելիս։ Ջեյդի Վենսի խոսքով նախատեսում են Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել էր. Միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Մոդուլային ատոմակայան ունենալու եւ Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան պետությունների էներգետիկ ցանցին միացնելու հայտարարությունները, ծրագրերը վտանգի տակ են դնում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կարծում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Եթե մեծ համակարգը միանում փոքր համակարգին, մենք ավելի փոքր համակարգ ենք, քան Ադրբեջան, դա էներգետիկ էքսպանսիայի, էներգետիկ կլանման էական ռիսկ կա։
Կարեն Միրզոյանն էլ ընդգծում է, որ աշխարհը միացյալ էներգետիկ համակարգերի է ձգտում, որը կայունության ու անվտանգության մասին է։ Նա տեսականորեն էներգետիկ համագործակցությունը հնարավոր է համարում նաև տարածաշրջանի մակարդակով՝ Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան։ Խոսքը այստեղ գնում է այլ բանի մասին, թե ինչպես է դա կատարվում, ում հաշվին է դա կատարվում, արդյոք այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը դրան պատրաստ է, թե ոչ։ Հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները երկրի ներսում, երբ որ անհասկանալի պատճառներով, երկրի խոշորագույն ընկերություններից մեկը ՀԵՑ-ը, որը օժտված է օրենքով միակ կառույցն է, որը իրավունք ունի հոսանք վաճառելու եւ զբաղվել այդ հարցերով, այսօր ունի անհասկանալի կարգավիճակ, թաղված է միջազգային դատական գործընթացներում, որոնք ուղղակի նրա հետագա գոյությունը կասկածի տակ են դնում։ Հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգի այսօրվա խղճուկ վիճակը, որի արդյունքը մենք մեր մաշկի վրա ենք զգացել անցյալ տարվա բազմաթիվ հոսանքի անջատումների դեպքում, այս ամենը ուղղակի տարակուսանք է առաջացնում։ Օրվա քամուն հետևող քաղաքագետների ուսումնասիրությունը բավական չէ էներգետիկ անվտանգության վերաբերյալ նման լուրջ որոշում կայացնելու համար, ընդգծում է Միրզոյանը։ Մոդուլային ատոմակայանը կարող է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ կայունությունը, սակայն դա միաժամանակ նոր խնդիրներ է առաջ քաշելու։ Հանրային ու քաղաքական համաձայնության ապահովման, անվտանգության մակարդակի բարձրացման, տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացման եւ տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրման առումով։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Հայաստանի եւ Արևմուտքի հետ հարաբերությունների մասին։ Նրա խոսքով դա մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի թշնամական վերաբերմունքի պատճառով։ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը ընտրելու իր գործընկերներին եւ ինտեգրացիոն վեկտորները, սակայն պետք է հաշվի առնել նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության իրողությունները, ասել է Կոպիրկինը։ Նա նաեւ կրկնել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին անհամատեղելի է։ Ռուս դիվանագետը խոստովանել է, որ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխությունները չեն կարող չազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել գնդերեցների հետ։ Արթուր Սարգսակյան-Գևորգյանը մանրամասներ է պատմել այդ հանդիպումից, որին ներկա են եղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր շտաբի պետ Ասրյանը եւ բարեհոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։ Հանդիպման ընթացքում գնդերեցներին ուղիղ հարցրել են, ինչ կարծիք ունեն այսպես կոչված բարենորոգում անվամբ ծրագրի վերաբերյալ։ Պաշտպանության նախարարի տեղակալից հնչել է եւս մեկ առավել հստակ հարցադրում։ Միանում եք այդ շարժմանը թե ոչ։ Այս խոսակցությունների համատեքստում 30 տարվա անմնացոր ծառայությունից հետո առաջին անգամ հիշատակվեց նաեւ մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը, կարծելով թե կարող են մեզ գնել։ Ինձ հետ հանդիպել է նաեւ Շիրակի կայազորի պետ Ոման գեներալ Բուդաղյանը, որը մոտ 2 ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ առաջին անգամ խոսել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին։ Պապիկյանի խոսքով գնդերեցները կարող են շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, եթե ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական վարչությանը։ Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ։ Նկատի ունեն, որ այդպես փորձում եք ներգրավել նրանց, որ ուրանան, այսպես ասենք, եկեղեցին այդ Դե եթե Հայաստանի Հանրապետությանը զինված ուժերին բանակին ծառայել ինչ-որ մեկը ուրացում է համարում, դա իր անձնական գործն է։ Խոսքը աշխատավարձի չափը։ Աշխատավարձի չափը նախ մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացած։
Միքայել Սրբազանի խափանմամիջոցը դատարանը փոխել է տնային կալանքի, արգելված է բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ունենան նամակագրություններ, սակայն սահմանափակումները չեն վերաբերվում հարազատներին։ Միքայել arczepiskopos Աջապահյանը վերադարձել է Իզմիրյան բժշկական կենտրոն նրան տնային կալանքի տակ պահելու որոշումից հետո։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Հիշեցնեմ, որ Սրբազանին փետրվարի 10-ին վիրահատելու են։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրել է թույլ տալ Միքայել Սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնորյա պատարակներին։ Դատավոր Էդգար Մանասյանը ասել է, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն եւ կքննարկեն։ Մեղադրող կողմն առարկություն չի հայտնել։ Շիրակի թեմի առաջնորդի գործի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա Միքայել Սրբազանի վիրահատությունից հետո։ Երևանը հերթական կոլապսի շեմին է, գրել է կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։ Նրա խոսքով պատճառը քաղաքային իշխանության ձնամաքրման աշխատանքների սխալ կազմակերպումն է, որի պատճառով այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։ Կենսաբանի խոսքով շուտով կսկսվեն անձրևները եւ այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները, խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ եւ հերթական քաղաքային քաոսը։ Այս ահազանգի ֆոնին էլ մտահոգիչ հայտարարություն է արել հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը գերազանցել է թույլատրելի շեմը։ Կենտրոնն առանձնացել է այն վարչական շրջանները, որտեղ այս օրերին փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ամբողջ շաբաթ կենտրոն վարչական շրջանը գտնվել է անթույլատրելի կոնցենտրացիայի սահմանում։ Իրանի հետ բանակցությունը կշարունակվի հաջորդ շաբաթվա սկզբին, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով շատ ժամանակ ունեն, նրանք գիտեն հետևանքները, եթե նրանք գործարք չկնքեն, հետևանքները շատ լուրջ կլինեն։ Տեսնենք, թե ինչ կլինի, ասել է Թրամփը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի եւ նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար, որն ավելի ուշ հեռացվել է։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը նրան բողոքի նոտա են հղել։ Բաքուն կոչ է արել Մոսկվային միջոցներ ձեռնարկել կանխելու տարածաշրջանում կայունությունը եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները խաթարելու փորձերը կապված Կոնստանտին Զատուլինի հայ գերիների վերաբերյալ հայտարարության հետ։ Պեսկովը հերքել է Վլադիմիր Զելենսկիային հայտարարությունը, թե Ուկրաինայի հարցով հաջորդ բանակցությունները նախատեսվում է անցկացնել Միացյալ Նահանգներում։ Նման ծրագրեր չկան եւ այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ Հաջորդ հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ, բայց այն շուտով կկայանա, ասել է Կրեմլի խոսնակը։ Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ։ Անհայտ անձը կրակել է զինծառայողի մեջքից եւ փախել։ Սպան հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով, հայտնում է քննչական կոմիտեն։ Օմանում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը եւ չունի այն այլ երկիր փոխանցելու ծրագիր։ Հանդիպման ընթացքում կողմերից ոչ մեկը չի փոխել իր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակելու դիվանագիտական ջանքերը Իրանի դեմ Միացյալ Նահանգների հնարավոր հարվածից խուսափելու համար։ Թրամփը իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ։ Կանադան եւ Ֆրանսիան պատրաստվում են բացել իրենց առաջին դիվանագիտական առաքելությունը Գրենլանդիայում՝ ի նշան համերաշխության կղզին գրավելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։ Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մեttե Մարիտն ուրբաթ ներողություն է խնդրել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ընկերության համար։ Ներողություն եմ խնդրում այն վիճակի համար, որում ես ներքաշել եմ թագավորական ընտանիքին, մասնավորապես թագավորին եւ թագուհուն, ասել է Մեttե Մարիտը։ Էփշտեյնի գործով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից անցյալ շաբաթ հրապարակված նոր փաստաթղթերի մեջ ներառված էր Մեttե Մարիտի եւ Էփշտեյնի միջև էլեկտրոնային ծավալուն նամակագրություն։ Պորտուգալիան տուժել է տասնամյակների ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղներից։ Շաբաթ օրը երկրին կմոտենա այս տարվա 8-րդ մարդափոթորիկը։
Իսլամաբադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 80-ը, նշվում է, որ ռումբ է պայթել։ Բաքվում 10-րդ դասարանցին կրակել է ուսուցչի վրա, նրա վիճակը ծանր է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սեդամ Ակարյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամ 18-ին, կհանդիպենք առաջ։